Ողջույն, ես Գրիգորյան Սոնան եմ, սովորում եմ Հարավային դպրոցի 4-րդ դասարանում։ Մասնակցում եմ, կարդում ու նվիրում եմ Աղայան ընթերցանության ֆլեշմոբին։ Կենդանիների վեճը։ Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե մեր Տերը ամենից շատ ինձ է սիրում։ Իհարկե, նա ինձ ամենքիցս շատ է սիրում, ասում է Եզը։ Եվ գիտեք ինչու համար, նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում, նա ինձ լցում սայլին և իր ցորենը տանում ջաղած այնտեղ ալյուր շինում, հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար ահագնելիք առնում, ուրեմն դուք ինչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպես կարող էր ապրել, այդ ճշմարիտ ես ասում, ասաց կովը։ Բայց մեր Տերն ինձ ամենքիցս ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու շրջան եզնուկին ես եմ պահել, մեծացրել, այս մեկ էլ, որ նրա գերդաստանը իմ կաթովս եմ պահում, այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք թանե սպասը, որ ամեն օր խփշտում են, ում տվածն է, տեսնում եք, ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն, դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ, սկսեց շունը, ով կարող է ուրանալ քո լավությունը, շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին, մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանից ինձ բաժին է տալիս, ով որ քո լավություն ուրանա, երկու աչքով կուրանա, ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավություն չեմ կարող ուրանալ, բայց գիտեք ինչ կա, դուք իմ նեղանաք, որ մեր Տերն ինձ ամենքիցս էլ շատ է սիրում, դրա համար մեծ պատճառ կա, և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը։ Եվ շունը սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ է անում։ Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ, այնքան հաչեց Եզան ու կովի հետ, որ Տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվից նազատեց, ասելով. թող տուր դրանց, բողար, դու չգիտես, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել, այդ պատճառով ես ձեզ ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց։